ինչ է կատարում հիմա ուկրաինական, ռուս-ուկրաինական պատերազմում, մինչև այդ բոլորը համոզված են, որ ժամանակը աշխատում է Ռուսաստանի օգտին։ Ինչքան պատերազմը շարունակում է, այնքան Ուկրաինան թուլանում, այնքան Ռուսաստանը կարողացել է կոգնիտիվ պատերազմի դաշտում այդպես տպավորություն եւ այդ մոտեցումը ստեղծել աշխարհում, որ պատերազմը ինչքան ձգվում է, այնքան Ռուսաստանը հզորանում է։ Այս օրերին, այս ամիսվա մեջ Ուկրաինան ջարդեց այդ մոտեցումը եւ ցույց տվեց, որ չէ, պատերազմը ինձ համար է աշխատում։ Երբ ինքը կարողացել է ռազմական ոլորտում անտնել ոչ թե միայն տակտիկական մակարդակի, ոչ թե միայն ռազմավարական խորքային հարձակումների, նաև օպերատիվ մինչև 100 կիլոմետր խորությամբ հարվածներ հասցնել, այդ հնարավորությունները ստացել է եւ դրանով պարալիզացրել է Ռուսաստանի ճակատը, ֆրոնտը, որ ինքը ունեն։ Ինքը ստացել է ոչ թե տակտիկական առավելություն, օպերատիվ առավելություն, բայց ռազմավարական։ Եվ ուկրաինական կողմը ստացել է հնարավորություն ռազմավարական առավելություն ստանալու։ Եվ այդ հնարավորություն առավելությունները ստանել ջարդել այդ բոլոր մոտեցումները։ Այնքան է ջարդել, որ Թրամփը, որը սիրում է հաղթողների կողմին կանգնել, ֆուտբոլային հիշում եք վերջինը ոնց ինքը միանգամից եկել է Զելենսկուն կողքին է կանգնել արդեն ՆԱՏՕ-ի սամիտում, որ Զելենսկիի մոտ եմ ես, ոչ թե Պուտինին, որտեղ Զելենսկին է հաղթում, Ուկրաինան է հաղթում։ Դες Թրամփը դառնում է ինդիկատոր, որ Ուկրաինան հաջողակ է այսօր։ Եվ այդ հաջողակը բերում է նրան, ինչ անում է միշտ Ռուսաստանը, երբ ինքը ստանում է այդքան դժվար վիճակ, ինքը հիշում է, վերահիշում է, որ ունի միջուկային զենք։ Ինքը դա հիանալի աշխատացնում է այս բոլոր 5 տարվա ընթացքում, պատերազմի ժամանակ եւ Ռուսաստանի վիճակը վատանում է, ինքը միշտ սկսում է հիշել, որ ինքը ունի միջուկային զենք եւ դա այդ սպառնալիքը կարելի է ասել ցավոք սրտի ինձ համար լավ աշխատում էր։ Որտեղ արևմուտքը կասեցնում էր մեծ լուրջ զենք տրամադրել Ուկրաինային, որ չհասնի միջուկային պատերազմի։ Ուղղակի պետք է հասկանալ, որ միանգամից միջուկային զենք օգտագործելը դժվար է, որտեղ այդտեղ կարելի է մի քանի աստիճան ձևավորել, առնվազն ասենք 3 աստիճան ձևավորել։ Առաջի աստիճանը եւ դա ռետորիկական, տեղեկատվական դաշտում ինչ որ հայտարարություններ է տեղի ունենում։ Երկրորդ մակարդակ այդ մակարդակի վրա Ռուսաստանը միշտ աշխատել է, փոխել են իրանց դոկտրինը, միջուկային դոկտրինը, որը հնարավորություն է տալիս կիրառել միջուկային զենքը երկրի նկատմամբ, որը ագրեսիա է գործում ուրիշ երկրի հետ, որը միջուկային զենք ունի, բայց դա եղել է խոսակցություն տեղեկատվական դաշտում։ Երկրորդ մակարդակը կարելի է ձևավորել դիվանագիտական դաշտում արդեն, եւ դիվանագիտական ոլորտում, ասպարեզում նման սպառնալիքները ձևավորում են։ Եվ այս վերջի ժամանակ Ուկրաինան ՆԱՏՕ-ի սամիտի ժամանակ խոսել է, Ուկրաինան հայտարարել է, որ ինքը ունի տեղեկատվականություն, որ Չինաստանը դիվանագիտական կանալներով հասցրել է Ռուսաստանին, որ ինքը չմտածի, որ կարող է միջուկային զենք օգտագործել։ Այսինքն եղել են ինչ-որ քննարկումներ եւ չինական կողմը բարձր աստիճանի դիվանագետները փաստորեն ասել են, որ այո, մենք տեղեկացրել ենք Ռուսաստանին դիվանագիտական կանալներով, որ երբեք չմտածեն դրա մասին։ Դες այս անգամ արդեն անցել է երկրորդ աստիճանի առաջին նմուշներ, ինդիկատորներ, որ խնդրեմ ավելի խորացել է։ Բայց կա երրորդը, եթե դու իրոք սկսում ես մտադիր ես կիրառես միջուկային զենք այդքան հեշտ չէ, որ հանես եւ կիրառես։ Այնտեղ կան պրոցեդուրաներ, ոնց ես դու հանում, ոնց ես Պահեստանոցից հանում, այդ թիմերը ոնց են այդ զենքը վերցնում, հասնում մինչև այն դիրքերը, որտեղ պիտի կիրառվի։ Դա բավականին լուրջ մտածված մեթոդիկաներ են սառը պատերազմի ժամանակ, այդ ամեն ինչ մշակված, վաղուց մինչև ավտոմատիզմի հասցրած են։ Դա նաև մոնիտորինգ է արվում մյուսների կողմից։ Եվ դու այդ ամեն ինչը անում ես, տակակ հիմա գլոբալ մոնիտորինգի հնարավորություն կա, արևմուտքի հետախուզությունը միանգամից տեսնելու է, որ այդ գործողությունները տեղի են ունենում, որ Պահեստանոցից ճակետներում գործողություններ ա սկսել, այստեղից էս մեկն է, նրանք են միացել, էս մեկն է, դիրքերն են պատրաստում։ Այդ ամեն ինչը վերևից արբանյակներից այդ ամեն ինչը նայվում է եւ կբացահայտվի, դու դա հիմա չես կարող անել թաքցնված։ Եվ ի սկզբանե դա կառուցված է այնպես, որ թաքցնված չլինի։ Այդ ժամանակ արդեն կարելի է մտածել, որ գալիս է այն սպառնալիքին, այն նշանաձողին, որտեղ միջուկային զենքի կիրառումը դառնում է իրական սպառնալիք,
Փառքաստու միջև այդ մակարդակին դեռ չենք հասել եւ երբ սկսենք հասնել այդ ժամանակ կարելի է սկսել մտածել լուրջ որ այդ խնդիրները կասեցնել, բայց իմ կարծիքով դրան չեք հասնելու, որովհետեւ դա շատ լուրջ է եւ ասենք արդեն 70 թվականներին Rand Corporation-ը հաշվարկներ է արել, եթե այն պատերազմը, որը մենք տեսնում ենք Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ գնան, այն ժամանակ հաշվարկել են, որ մի հատ տակտիկական միջուկային զենք կիրառելը ոչ մի էֆեկտ չի տալիս։ Դու առնվազն 70-80 հատ հարված պիտի հասցնես ամնակիչը, բայց հիմնական որ ուզում ես երեք արդյունքի սանաս, մինչև 200-300 տակտիկական միջուկային զենք պիտի օգտագործես, որ հասնես ռազմական հետևանքներին։ То есть միջուկային զենքը այստեղ ոչ թե ռազմական գործիք է ստացվում Տիգրան, ավելի շուտ դառնում է քաղաքական գործոն եւ դիվանագիտական գործոն, ոչ թե ռազմական գործոն։ Եվ այստեղ նորից եմ կրկնում Չինաստանը խիստ արգելել է եւ թե Ռուսաստանը կարող է ճակետներում հաշվի չառնել արևմուտքի կարծիքը, ինքը հնարավորություն չունի Չինաստանի կարծիքը հաշվի չառնել, որովհետև պատերազմը կարողանում ավարել միայն ու միայն Չինաստանի օգնության, ինքը եթե Չինաստանը կասեցնի աջակցությունը, Ռուսաստանը միայն կամից ճակետներում տապալվում է։ Ըստ էության Չինաստանին ձեռք է տալիս այդ պատերազմը, կարծում եմ ի տարբերություն Իրանի պատերազմի, Իրանին էլ է ձեռք տալիս։ Իրանի պատերազմը նույնջևի Չինաստանի ձեռք է տալիս, որովհետև Միացյալ Նահանգները, Իսրայելը խառնված են Միրզաուր արևելքով եւ Միացյալ Նահանգները հնարավորություն չունի զբաղվել Չինաստանով եւ այն փաշարները զենքի խիստ կարեւոր փաշարը ինքը հիմա գործում է եւ սպառնում է Միրզաուր արևելքում ոչ թե Չինաստանի կողքին է կուտակում այդ հնարավորությունները։ Դրա համար Չինաստանը համար ձեռք է տալիս այս երկու պատերազմը շարունակեն ինչքան կարելի է երկար, բայց չանցեն ինչ որ նշանաձողներ չդառնան միջազգային մեծ այդ դեպքում նավթը չէ որ Չինաստանը մեծ քանակությամբ նավթ էր այդ։ Այո, բայց Չինաստանը խելոք է, ինքը երևի կանխատեսել է ռազմավարական մակարդակում հաշվարկել արել, եւ Չինաստանի ռազմավարական պաշարները երեքում են 10 տարի ինքը կարող է ամեն ինչի մեջ դիմանա, սպասի եւ տեսնի ինչ է հասնելու։ Միացյալ Նահանգները այս նոյեմբերին արդեն խնդիրներ են հասնելու, Եվրոպան ավելի շուտ է հասնելու խնդրին, Ճապոնիային, Հարավային Կորեան, Միացյալ Նահանգների դաշնակիցները ավելի շուտ են հասնելու այս խնդիրներին։ Իրանի հարվածումները Սաուդյան Արաբիայի մոնարխիաների նավթային եւ գազային ենթակառուցվածքների վրա, որը ինքը անում է, ավելի մեծ վնաս են հասցնելու, ավելի մեծ ցավ են հասցնելու Միացյալ Նահանգների դաշնակիցներին, քան թե Չինաստանին։ Իրանք ավելի շուտ են բողոքելու եւ փորձելու կանգնեցնել այդ ամեն ինչը, մենք տեսնում ենք։ Դրա համար Չինաստանը եւ Ռուսաստանը հիացած են այս իրանական պատերազմով, որովհետեւ իրենց համար դա Ռուսաստանի համար դա փրկում է կարելի ասել։